նոր նախադեպը չունեցող ձևաչափով ռեալիթի շոու, որը կոչվելու է Սիրախաղ։ 6 զույգ 4 շաբաթ մի խաղ, որտեղ միայն սերը բավարար չէ։ Մասնակցել է որոշակի համարձակություն է պահանջում։ Մարդիկ բացահայտվել են նորովի, էմոցիաները զսպել, դժվար է լինելու կամ կառավարել եւ հնարավոր է նաեւ որոշակի կոնֆլիկտային իրավիճակներ հենց զույգերի միջև։ Սիրախաղ։ Ողջույն, ես Արմանն եմ եւ այս ալիքում ես մեկնաբանում եմ հայկական ռեալիթի շոուները։ Մոտ 1 ամիս է ինչ ավարտվել է Arm Games-ի Աստղերն ընդդեմ բլոգերների եթերաշրջանը եւ մենք արդեն կարոտել ենք ռեալիթիները, սակայն շատ շուտով մեկնարկելու է նոր նախադեպը չունեցող ձևաչափով ռեալիթի շոու, որը կոչվելու է Սիրախաղ։ Իմ ալիքում ես մեկնաբանելու եմ Սիրախաղի բոլոր թողարկումները, այնպես որ բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողեք իմ հետագա վերլուծությունները։ Սիրախաղ։ Ես ուզում եմ իմ հարգանքն արտահայտել բոլոր մասնակիցների նկատմամբ, որովհետև սա նախադեպը չունեցող իսկապես ռեալիթի է, որին մասնակցելը որոշակի համարձակություն է պահանջում։ Քանի որ լինելու են այնպիսի փորձություններ, որտեղ մարդիկ բացահայտվել են նորովի, հեռուստադիտողների եւ իրենց հետևորդների համար, եւ այստեղ լինելու են իրավիճակներ, որտեղ հաճախ էմոցիաները զսպել, դժվար է լինելու կամ կառավարել, եւ հնարավոր է նաեւ որոշակի կոնֆլիկտային իրավիճակներ հենց զույգերի միջև։ Շատերը կարող եք ասել, եթե նրանք հայտնի անձինք են, իրենց կյանքը բոլորի արժև է, իրենք իրենց հաճախ տեսանկարահանում են, ապա նրանց համար պիտի որ դժվար չլինի տեսախցիկների արժև հանդես գալը, սակայն չմոռանանք, որ սա ռեալիթի, այսինքն իրական շոու է։ Այստեղ ոչ թե իրենք խաղարկային որևէ դեր են խաղալու կամ որևէ պահի նկարման ժամանակ ստոպ է տրվում եւ կրկին են նկարահանվում, այլ ամբողջը գնում է իրական իրավիճակով, այսինքն լինելու են իրավիճակներ, որտեղ տեսախցիկները ֆիքսելու են ցանկացած տեսակի հուզմունք, ցանկացած տեսակի խոսք, արտահայտություն, գուցե կոնֆլիկտային իրավիճակներ եւ սա հեռարձակվելու է, հեռուստադիտողը տեսնելու է։ Այսինքն մի բան է, երբ որ դու ինքդ քեզ ես նկարում եւ այո, թեկուզ քո անձնական կյանքը պատմում ես մարդկանց, սակայն դա քո հեռախոսն է, քո ձեռքում է եւ սա շատ հարմար եւ կառավարելի իրավիճակ է։ Բայց երբ քեզ նկարում են տասնյակ տեսախցիկներ եւ դա ռեալիթի շոու է եւ դու ոչինչ չես կարող փոխել, այսինքն այնինչ ասես եւ անես հետագայում լինելու է հաղորդման մի մաս, այստեղ կարող է լինել բոլորովին այլ իրավիճակ եւ դրա համար էլ մասնակցությունը որոշակի համարձակություն է պահանջում, ուստի իմ հարգանքը եւ սերը բոլոր 6 զույգերին։ Սիրախաղ։ Սիրախաղի մասնակից զույգերն արդեն հայտնի են, Arm Games-ի էջում նրանց անունները եւ լուսանկարները հրապարակվել են եւ այսօրվա իմ թողարկումը եւս լինելու է նրանց մասին, կարճ կներկայացնեմ զույգերից յուրաքանչյուրին։ Եկեք սկսենք Լիլ Դավթյան, Հով Մարկոսյան զույգից։ Նրանք ինֆլուենսերների ընտանիք են, բավական մեծ հետևորդների թվով եւ ամուսնացած են, ունեն 1 հրաշք բալիկ, կարծես թե ապրում են երկու երկրներում, որոշ ժամանակ Միացյալ Նահանգներում, որոշ ժամանակ Հայաստանում։ Ես Լիլիթն եմ։ Ես էլ Հովոն եմ, պետք չի 91 կրակում։ Լավ։ Սկսեցինք։ Հով Մարկոսյանը օպերատոր է, նա նկարահանում է հարսանեկան եւ այլ միջոցառումներ եւ հանդես է գալիս Art Focus բրենդի ներքո։ Սիրախաղ։ Հաջորդ մասնակիցները Վիվտաշ Արման զույգն են։ Վիվտաշը դերասանուհի եւ հաղորդավարուհի է, նա նաեւ գրում է, իսկ Արմանը պրոֆեսիոնալ աճպարար է։ Այս զույգը վերջերս հանդես է գալիս նաեւ որպես հանդիսավար տարբեր միջոցառումներում։ Նախորդ տարի Վիվտաշը հրատարակել է իր առաջին գիրքը Դյութե տունը վիպակը։ Վաղուց հղացած գաղափարը 3 տարում վերածվեց վեպի։ Դյութե տունը գրքում Անաստասիան պատմում է առանց ծնողների մեծացած երեխաների մասին։ Նա կարող է բայց շատերին հայտնի լինել նաեւ իր Վիվտաշի արկածները հաղորդումների շարքով, որտեղ նա անդրադառնում է գյուղական կյանքին։ Ոնց եք բա։ Որտեղ կարանք ձեր հետ զրուցենք։ Գիտեք մեր հարևանները ինչ ասեցին, ձեր հարևանները։ Ասեցին, որ դուք Կուրթանի ամենաբարի մարդն եք։ Գյուղացիների հետ նրա անկաշկան շփումները եւ վարակիչ ծիծաղը սիրելի է դարձել շատերի կողմից։ Մենք իրար հասկացանք, էլի, շնորհավոր, հա։ Արմանը եւ Վիվտաշը ի տարբերություն իրենց շատ մրցակիցների դեռ ամուսնացած չեն, նրանք նշանված են։ Սիրախաղ։ Հաջորդ մասնակիցները Միլա եւ Հրակ զույգն են։ Միլան հայտնի պարուհի է, պարուսույց, նա ղեկավարում է իր ստեղծած Famila Dance Studio-ն։ Հրակը երգիչ է, որի շատ տեսալովակներ միլիոնավոր դիտումներ ունեն YouTube-ում։ Նրանք նաև միասին վարում են ընտանեկան վլոգ, որտեղ պատմում են իրենց կյանքի մանրամասները իրենց հետևորդներին, թե Միլան, թե Հրակը բեմի մարդիկ են տեսախցիկների սովոր, հետաքրքիր կլինի հետևել նրանց ռեալիթի շոուի ձևաչափում։ Սիրախաղ։
Սիրախաղի հաջորդ մասնակիցները Դոնա Նարեկ զույգն են։ Դոնան վարում է բլոգ սիրո եւ առողջ հարաբերությունների մասին, տեսանյութերում նա հաճախ հանդես է գալիս ամուսնու Նարեկի հետ։ Նրանք կիսվում են իրենց կյանքի տարբեր պահերի վերաբերյալ, այդ թվում շատ անձնական, էմոցիոնալ պահերի վերաբերյալ։ Տեսանյութերից մեկում պարզ է դառնում, որ Նարեկը վաղուց է սիրահարված եղել Դոնային, սակայն նրանք միասին են եղել տարիներ անց, այժմ ամուսնացած են, իսկ անցած տարի նրանք ծնող են դարձել։ Արդյոք այս սիրառատ զույգին կհաջողվի միասին հաղթահարել բոլոր փորձությունները, կիմանանք առաջիկայում։ Սիրախաղ։ Մյուս մասնակիցները Աննան եւ Արամազն են։ Աննան բլոգ է վարում ընտանիքի, լայֆսթայլի եւ լուսանկարչության վերաբերյալ, նա ինքը լուսանկարիչ է։ Աննան եւ Արամազն ունեն 2 երեխա եւ նրանց տեսանյութերից շատերում հենց ընտանեկան իրավիճակներ ենք տեսնում։ Նրանք նաեւ միասին կառավարում են ընտանեկան բիզնեսը, խոսքը Dream House Երևանի մասին է։ Եկեք միասին շրջենք Dream House-ի տարածքով։ Արդյոք համատեղ բիզնես կառավարող զույգին կհաջողվի կառավարել իրենց էմոցիաները եւ հասնել հաղթանակի, կիմանանք սիրախաղի առաջիկա թողարկումներում։ Սիրախաղ։ Սիրախաղի 6-րդ զույգը Լիզան եւ Արտուրն են։ Նրանք համատեղ բլոգ են վարում, ներկայացնելով իրական դրվագներ իրենց կյանքից։ Լիզան ֆոտոմոդել է եւ իրենց տեսանյութերի եւ լուսանկարների մեծ մասը հենց նրա Instagram-յան էջում է հրապարակվում։ Ես քեզ հարցեր եմ ասում, պետքա 10 բալանոց սանդրակով, ասես 10-ից ինչքան կջղայնանաս, թե ինձ մեկ այլ տղամարդ կոմպլիմենտ անի։ Անցանոթ։ Հա։ 10-ից 10։ Նրանք գրեթե 3 տարի են միասին եւ իրենց մյուս մրցակիցներից շատերի համեմատ ավելի երիտասարդ զույգ են։ Արդյոք կարողանան մրցակցել եւ հաղթել իրենցից ավելի փորձառու զույգերին, կիմանանք առաջիկայում։ Դե ինչ, նրանք են սիրախաղի բոլոր 6 զույգերը, մեկնաբանություններում գրեք, թե դուք ում եք երկրպագելու եւ ձեր կարծիքով ով կկարողանա հաղթել այս նոր նախադեպը չունեցող եթերաշրջանը։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի միասին քննարկենք սիրախաղի բոլոր թողարկումները։ Շուտով կհանդիպենք։ Սիրախաղ։